Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք այսօր ազգային ժողովում տեղի ունեցած վեճից, այն սկսվեց, երբ Լևոն Քոչարյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, երբ նա անդիմությանը համբալներ էր անվանել, դրան հաջորդեց արդեն իշխանության հայտարարությունները, վերենկեք տեղներդ, արա դուրս կշպրտեմ, հանգիստ մնա արա եւ այլն արտահայտություններ։ Միջև որ է շարունակվելու այս վեճը եւ ինչ բացատրությունն եք։ Ակնհայտ է, որ երկրի արչեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները այս իշխանությունների ուժերից վեր են, ինչ իրենց մոտ ջղագրգիռ հիստերիկ դրսևորումներ ունի։ Մարդիկ ակնհայտ է, որ նյարդայնացած են, քանի որ հասկանում են, թե ինչ վիճակում են հայտնվել իշխանությունները, ինչ վիճակում է հայտնվել երկիրը, իդեպ առաջի հերթին երևի իրենց մասն են մտածում, քան թե երկրի, եւ ցանկացած քննադատությունից ջղաձգվում են։ Իրենք եկել են իշխանության տարբեր խոստումներով, սկսած Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան, վերջացած կոռուպցիայի դեմ պայքարով, բայց մենք տեսնում ենք, որ կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում ծաղկում է։ Կոռուպցիան, խնամի, ծանոթ, բարեկամ, այդ մոտեցումները, անհասկանալի պայմանագրեր անհասկանալի ընկերություններին, ծախսեր չհիմնավորված ծախսեր։ Եվ ջղագրվում, ուղղակի ջղաձգվում են, երբ այդ հարցերը իրենց առաջ բարձրացնում ես։ Սա է խնդիրը, սա խորքային պատճառն է։ Հիմա քննադատումս չեն դիմանում։ Կարծում եմ, որ իրանք վերին արտիցորենն են եւ մենակ իրանք իրավունք ունեն քննադատելու։ Գիտեք, որևէ բան, որևէ արդյունք չեն կարողացել ցայժմ արձանագրել, բոլորը ձախողումներ են եւ ակնհայտ է վերադարձել են այն դերին, ինչը իրենց մոտ շատ լավ է ստացվում։ Ապակառուցողական, անպատասխանատու քննադատություններ եւ անդիմություն, այսինքն լինելով իշխանություն, իրենց պահում են այնպես, ինչպես պահել էին մինչև իշխանություն լինելով էլի եմ ասում ապակառուցողական եւ ջղագրգիռ անդիմություն։ Հիմա դա որքան է շարունակվելու եւ անդիմությունը որքանով է կարողանալ այս միջավայրում աշխատել, քանի դեռ այս իշխանությունները մնալ են որպես իշխանություն։ Եվ որպեսզի սա չշարունակվի, որպեսզի ազգային ժողովը, խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանը ամբողջովին չվարկաբեկվի, խորհրդարանի կազմը պետք է փոխվի։ Չեմ խոսում արդեն, որ խորհրդարանի կազմի փոփոխությունը, այսինքն իշխանության փոփոխությունը, դա առաջին անհրաժեշտ պայմանն է, որպեսզի կասեցվի այն գահավիժումը, այն անկումը, որը մեր երկրի որտեղ մենք գտնում ենք մեր երկիրը, այսինքն մեր երկիրը ազատ անկման մեջ է, պարտություններ, ձախողումներ։ Իսկ դուք շարունակելու եք մասնակցել նիստերին։ Իսկ ինչու ոչ։ Հարցին չի առաջացավ։ Դե որովհետև այն վիրավորանքներ են հնչեցնում, այսօր Թադևոս Ավետիսյանին ասում էին նստի տեղը մենք ենք խոսելու, դու պետք է լսես, առասարակ այդ արհամարհական վերաբերմունքը։ Դա արհամարհական չի, այսինքն չեմ ուզում տպավորությունը ստեղծի, որ այնտեղ մի կողմից գոռում են, մյուս կողմից չէ։ Տենց բան չկա իհարկե։ Ուղղակի ուրիշ խնդիր է, որ անջատվում է եթերը, միկրոֆոնները եւ տպավորությունը ստեղծում, թե այնտեղ գոռում են, մնացածն են ասենց գլուխները կախ լսում են։ Չէ, տենց չի։ Իհարկե սա այն խորհրդարանը չի, որի մասին որևէ բանական մարդ կարող է երազել, բայց սա խորհրդարանն է, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի մեծամասնության պայմաններում։ Նախորդ նիստին անընդհատ թիրախավորում էր Դաշնակցությունը, այս նիստին Ռոբերտ Քոչարյանն էր թեման։ Այս ամենը ազդում է ընտրությունների վրա, այսինքն նրանք կարծում են, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտրելու են, սա ազդեցություն է ունենալու եւ ասել են այո, իրենք հասկանում են, թե ովքեր են իրենց դեմ կանգնած, այսինքն որն է ռեալ ուժը, որը կանգնած է իրենց դեմ, եւ դրա համար էլ թիրախավորում են Հայաստան դաշինք։ Այսինքն լուրջ մրցակից են տեսնում։ Դե ակնհայտ է, չէ, այսինքն պայքարում ես նրա դեմ, ու ինչ որ դու տեսնում ես վտանգ։ Հիմա մանր-մունր խմբակներ կան, որոնք իրենց ընդդիմադիր կուսակցություններ են կոչում, պարզ է դրանց ինչի պետք է դրանց անդրադառնան։ Խփում ես ուժեղին։ Ումից որ վտանգ ես տեսնում։ Հակառակն են իրենք ասում են, երբ որ ժողովուրդը իմանում է, որ կամ մեզ պետք է ընտրի կամ Ռոբերտ Քոչարյանին, ընտրությունը մեր վրա է կանգ առնելու։ Համոզված են այս առումով։ Ասում են դա նաև 2021-ին է աշխատել, հիմա էլ ես հասկանում եմ, որ իրանք պիտի հակահերոս ստեղծեն, որպեսզի հերոս ձևանան,
բայց 21 թվականին իրենք ընտրվել են լրիվ այլ խոստումներով, ինչ որ արել են։ Հիմա ինչքան կարելի է նույն ստերը ասել եւ ակնկալել, որ մարդիկ կհավատան։ Ավելին, եթե իրենք կարծում են, որ իրանցից ինչ որ մեկն ասել էր, չէ, որ եթե վաղը լինեին ընտրություններ 50+1% կհավաքեինք, եթե իրենք համոզված լինեին, որ դա այդպես է։ Համարապահ ասում է, գյուղերում էլ 50 գումարած ձայն մեզ են տալու։ Ես ասում եմ, եթե իրենք համոզված լինեին, որ դա իրականություն է, Նիկոլ Փաշինյանը վաղ հրաժարական կտար, մեծամասնությունը իրենք են, նոր վարչապետ չեն ընտրի եւ կգնային ազգային ժողովի արձակմանը։ Բայց բոլոր հարցումները եւ ընդհանրապես տրամադրությունները, բայց տրամադրությունների ընկալումը համարենք, որ սուբյեկտիվ է։ Հարցումները ցույց են տալիս, որ իրենք 11, 12, 13%-ի շրջակայքում են։ Բայց ընդդիմության հնարավորություններն էլ է քիչ, այսինքն տոկոսները եւս ցածր են ընդդիմության։ Ընդունեցի, բայց ընդդիմադիրների բոլոր նրանք, ովքեր ընդդիմություն են այս իշխանությանը, անկախ նրանից, որ ներսում կան տարաձայնություններ, ընդդիմության հավաքական ձայները ավելի շատ են։ Նույնիսկ տեսեք Գյումրիում ինչ տեղի ունեցավ։ Այո, ընդդիմադիրները միավորվեցին, առաջադրեցին քաղաքապետի տեխնացու, ընտրվեց քաղաքապետ, եւ այդ քաղաքապետը ԿՓԱ-ական չէ, անկախ նրանից, թե ինչ ճնշումներ էին բանեցվում, ինչ քայլերի դիմեց այս իշխանությունը ընտրություններից առաջ, տեսեք, հանրահավաք էին կազմակերպել եւ ինչ բերել էին, դուք որտեղից եք ամսից, դուք որտեղից եք Արթիկից, որտեղ եք աշխատում դպրոցում, որտեղ եք աշխատում պոլիկլինիկայում, այսինքն նրանք, ովքեր ուղակի կախվածության մեջ էին այս իշխանություններից, քաղաքային իշխանություններից կամ մարզային իշխանություններից։ Իսկ նախորդ վեճը, ինչպես կբացատրեք Փաշինյանի այդ բարկությունը, համբալներ էր անվանում, ասում էր ԱԾ պատվալներ եմ ձեզ, պետք է լինեիք ԱԾ պատվալներում, բայց եւ կլինեք։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը ջղաձգված է, էլի եմ ասում, մարդը երբ է ջղաձգ, երբ է դուրս գալիս ինքնատիրապետությունից։ Ով խոսի կոռուպցիայից, դուք մի խոսեք։ Չէ, մենք պիտի խոսենք, որտեղ իրենք 7 տարի է խոսում են, բայց որևէ բան չեն արել։ Գիտեք, ես այսօր ազգային ժողովում ելույթի մեջ էլ ասեցի, իրենց քաղաքականությունը նույնն էր, ինչ որ Ալիևների քաղաքականությունը։ Ալիևներն էլ, չէ, հառաչում բառաչում էին, որ վայ, 1 միլիոն փախստական, խեղճեր, տուն չունեն, փախստականների ճամբար էր ստարկել, որպեսզի մարդկանց բեր եւ ասել, տեսեք, կա խնդիր։ Իր նպատակը փախստականների, այսպես կոչված փախստականների խնդիրը լուծելը չէ։ Դա համար ինքը թողում էր, խոսում էր, բայց ոչի բան չէր անում։ Նույնն այս իշխանություններն են, իրենք խոսում են, բայց ոչի բան չեն անում։ Անհասցե մեղադրանքներ են։ Բոլորին մեղադրում են, բայց երբ ասում ես կոնկրետ, կա գործ, կա, ոչ թե գործ, կա։ Ասում եք քրական գործեր է հարուցված, այո, քնվում է տարիներով։ 8-րդ տարին է, որ իրենք իշխանության են, էլի 8 տարի են ուզում, հա։ Շատ լավ մարտավարություն է, գիտեք, այս 8 տարվա մեջ դե սկսել ենք, մի 8 տարի էլ թողեք, հետո էլի մի 8 տարի, ու տենց կարող է էլի հանկարծ մի բան լինի։ Ասում է թալանը միտեղ դրած չէ, որ մենք գնանք վերցնենք տարբեր տեղերը, երկրից դուրս են հանել, տարբեր մարդկանց անուններով են գրել։ Նայեք, եթե դու ունես փաստ, որ դա թալան է, դատանը դա կֆիքսի։ Եթե դու չունես, ասում ես, այ պետքա գտնենք, այդեր պետքա հիմնավորենք, նշանակա պետքա բերանդ փակես եւ ասես կա կասկած։ Քննում ենք։ Բայց հենց խոսում ես, գիտես, անմեղության կանխավարկածի մասին, լավ, ինչ են անում, չէ՞, սենց Ալեքսանդր Մատրոսովի նման սենց ամբողջ մամլով ընկնում են միկրոֆոնի վրա։ Բայց եթե կա փաստ, ուրեմն այդ փաստը պետք է ապացուցվի։ Դատարանը պետք է վերդիկտ տա, որոշում պետք է լինի։ Հալապես ասում են դատախազությունը մեղադրանք է ներկայացրել։ Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականն էր, քաղաքական նշանակում էր։ Դատախազը դատարան չի, անկախ նրանից թե դատական համակարգի մասին ով ինչ կարծիք ունի, վերջը վերջնական որոշման իրավունքը տրված է դատարանի։ Հիմա դատախազությունը կրկին ներկայացրել է միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ կապված, ընտանիքի ամբողջ գույքի հետ կապված եւ երեք առաջ օրը դա հրապարակեց Արթուր Հովհաննիսյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը։ Դուք կարծում եք գործընթացներ են հաջորդելու եւ Փաշինյանի ասածը, որ ԱԱԾ պատվալներում եք հայտնվելու, հաջորդելու են քայլեր։ Նախ եթե Փաշինյանը նման պնդումն է անում, սրանից անմիջապես բխում է, որ որոշումները կայացնում է ինքը, այլ ոչ թե քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն ծառայությունը, ոչ թե դատախազությունը կամ դատարանը։ Այնպես որ այդ իրավապահ
մարմինների ղեկավարները հավանաբար պետք է անդրադառնային, թե ինչի հիման վրա է գործադիր մարմնի ղեկավարը հանկարծ նման հայտարարություններ։ Բայց դա առաջի դեպքը չէր, որ նման հայտարարություններ ասել։ Այո, ասեն երկինն է, որը մենք ունենք, բայց իմ ասածն ինչ է, այսինքն դու որ ասում ես, պետք է տակը հիմք լինի։ Իրանք չեն կարող կամ չեն ուզում որևէ հարց լուծել իրենց համար, ավելի հարմար է որ ասեն, այ, գիտեք, ես կոռուպցիայի ուրվականը, որպեսզի բոլորին ցանկացած մեկին վեկան ասեն, թալանել եք, բյուջեն լսել եք ձեր գրպանները, ով կոնկրետ։ Եթե թալանել են 7 տարի վարչապետ ես, 7 տարի հասկանում եք, 8-րդ տարին է արդեն սկսել։ Ինչ խոսում են ներկա շարունակական, կանենք, կբռնենք, կդատենք, կապահովենք, կփակենք, կբռնագրավենք, 7 տարուց ավելի իշխանություն ես։ Լավ չվերկենաս ասես, այս մի բանը արել եմ։ Ինչ են արել։ Կառուցում են 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 7 տարվա ընթացքում քանի հատ ես կառուցել։ Կրթության նախարարին ասում են, քանի դպրոց է փակվել, ասում ոչ մի դպրոց չի փակվել։ Լսի ասում են, կա գյուղ, կար դպրոց, հիմա գյուղը կա, դպրոցը չկա։ Չէ, մենք դպրոց ենք կառուցում ենք։ Լավ, քանի հատ եք կառուցել։ Այս ամբողջ էս է, հասկանում եք։ Գործողություններ հաջորդելու են կարծում եք։ Այս մարդկանց համար կարևորը գործողությունն է, արդյունքը չի։ Ինչ կհաջորդի։ Այսինքն ճնշումները առավել կարող են լինել։ Էլուր։ Քրեական գործեր հաջորդեն։ Էլուր։ Դատերը քանի տարի են գնում։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության Դե կալանավորումներ հավանաբար։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության 100-րդ օրը, 100-րդ օրը, դա օգոստոսի 17-ն էր 18 թվականի։ Ասեց մարտի 1-ի գործը ըստ էությամբ ամբողջովին բացահայտված։ Եվ բացահայտված է, ինչ որ մեղադրանքներ կան։ Իդեպ հիմա կրկին խոսում է այդ թեմայի մասին։ Մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի թեման կարծես կրկին վերակենդանացել է։ Մարտի 1, հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյան, ես էլ եմ ասում, եթե այս մարդիկ 7 տարի խոսում են, լավ, երբ պետք է ապացույց ներկայացնեն, խոսքը գնում է դատական վերդիկտի մասին։ Երկրում տարբեր ինստիտուտներ տարբեր պարտականություններ ունեն, տարբեր նշանակություններ ունեն։ Քննչականը կարող է մեղադրանք ներկայացնի, չգիտեմ, դատախազությունը կարող է մեղադրանք ներկայացնի, ոստիկանը կարող է ինչ-որ մեկին ձերբակալի, բռի եւ անտաշ ձևով, ինչպես մենք տեսանք Գյումրիում մի քանի օր առաջ եւ ինչ-որ մենք տեսնում ենք այս տարիների ընթացքում, բայց քանի դեռ մարդու մեղք ապացուցված չի, դու չես կարող մարդու մեղադրանք ասել, որ ինքը անցագործ։ Սա է իմ ամբողջ ասած։ Կասենք, կանենք, ասեք կանենք, արդյունք չկա։ Հիմա ժողովրդի վրա դա ազդում է այդ ամեն ինչը եւ կարծում եք այն ամեն ինչ խոսվում է եւ հույս է տրվում, դա չի ազդելու ժողովրդի վրա։ Դեք Փաշինյանն ասում են, ես գնում եմ, որ գյուղ գնում եմ, ինձ ասում են։ Հիմա Փաշինյանը տեսնում եք ինչ կորտեժով է գնում։ Մարդ է գցում մեքենայի տակ իր կորտեժը, սկի չել կանգնում։ Որտեղ որ գնում է հանդիպման, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների շատ խիստ քաստինգ անցնում, որ հանկարծ չլինի մեկը, որ հարց տա, որ իրենց դուրը չգա։ Որտեղ է ինքը շփվում։ Մենք հանգիստ քաղաքում զբոսնում ենք, մեզ էլ մոտենում ասում են, երբ է այս ամեն ինչը վերջանալու, երբ ենք սանցից ազատվելու։ Հիմա որ սուբյեկտիվ կարծիքների դաշտ չմտնենք, ել եմ ասում, մի քանի օր առաջ տեղի եղավ հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալների ամփոփում։ Պատմական մինիմումի վրա է գտնվում իր հեղինակությունը։ Սա է իրականություն։ Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից, ինչու ամեն դեպքում որոշեցիք չմիանալ եւ նախապայմաններ ներկայացնել, որ 8 падգամավոր ստորագրություն լինի, նոր դուք 28 падգամավոր։ Դե այո, մեկնարկվեց։ Ոնց այո։ Եվ ինչպես է դա դրսևորվում։ Դե 6 падգամավոր ստորագրությունը դրել է եւ 2 падգամավոր։ Չէ, այդ թուղթը, որը ստորագրությունը պետքա դրվի վարչապետ թեկնածու եւ տակը ստորագրություններ։ Կա այդ ստորագրությունը, կա այդ թուղթը։ Ասացին, որ մուտք են անելու թուղթը պատիվ ունեմից։ Ազգային ժողով։ Բայց դուք պետք է թեկնածու առաջադրեիք, որ այո։ Այսինքն պատիվանման որոշման մենք ինչ առաջադրենք։ Ասացին դուք ում էլ առաջադրեք, իրենք համաձայն են։ Քանի որ դուք եք մեծ ընդդիմադիր ուժը։ Բայց այդ դեպքում ինչ են process, ասկան ստեղել խնդիրը ով է process-ը սկսել։ Ասկան process գեներացնողի, գործընթաց գեներացնողի ներդրումը այս գործընթացում ինչ է լինել։ Գիտեք, ես
կյանքի որոշակի ուրեմն փուլում աշխատել եմ մի ընկերություն, որը գործընթացային կառավարմամբ էր զբաղվում։ Ցանկացած գործընթաց ունի մուտք, ելք, մասնակիցների դերը, պարտականությունները այդ գործընթացի մեջ։ Ես ուզում հասկանամ, այդ մարդիկ ովքեր ասում են գործընթաց, իրենց մասնակցությունը ինչ է լինել։ Դե միասնական ասում է պետք է գործընթացը Այսինքն միասնական սկսեց ամեն ինչը։ Այսինքն դες չեն համաձայնեցրել։ Ով է ասում, ով է ասում։ Որ միասնական պետք է գործընթացը։ Ասում են պետք է միասնական լինի, ով է ասում։ Օրինակ Հայկ Մամիջանյանն էր ասում։ Շատ լավ, Հայկ Մամիջանյանը ասել մինչև դրսում ճնշում չլինի, իմպիչմենտի իրատեսական չի։ Հիմա այդ ինչ ստիպեց իրանց փոխել այդ մոտեցումը կամ մենք անկախ նրանից թե որ կա տարբերություններ, միշտ իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, արդյոք ավելի անկեղծ չէր լինի մոտենալ, սկսել խոսել քննարկումներ։ Կամ հասկանանք Հայկ Մամիջանյանն է սկսել այդ գործընթացը, թե Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը։ Դե ասում են նախաձեռնությամբ իրենք հանդես են եկել եւ խորհրդանի պատիվունում խմբակցությունները ընթացք է տալիս։ Դա ընթացք տվել է հիմա։ Էլի եմ ասում, ընթացք տալ նշանակում է Դե դուք տեխնացուց առաջադրեցիք։ Ինչ է, իսկ իրանք սկսեն մենք առաջադրենք։ Բայց վատ է որ ձեզ են ասում որ Չէ, ես էլ եմ ասում։ Ես տեխնացուին դուք կողմ եք, հիմա ասացին երեք որ քննարկումներ են։ Պատկերացրեք մենք ընկերներով որոշում ենք գնալ վաղը պիկնիկի, ընդհանրենք բյուրական։ Հիմա մեկն ասում է ես միսը կբերեմ, մյուսն ասում է ես խմիչքը կբերեմ, մեկն ասում է որ 10 մեքենայով չգնանք, ես ավտոբուս կբերեմ։ Մեկին ասում են, բա դու ինչ կբերես, ասում է դա ես էլ իմ եղբորս կբերեմ։ Ասում են ինչի, ասում են լավ ախորժակ ունի։ Այսինքն այդ գործընթացի մեջ ինչ ներդրում են ունենալու այն մարդիկ, ովքեր ասում են մենք գործընթաց ենք սկսել։ Բայց ինչ ներդրում պետք է ունենային։ Միասին պետք է աշխատեք իրանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ, այսինքն միասնական գործընթաց։ Լավ, ես այդ ամեն ինչը չեմ հասկանում, իրանք նամակը տեսել եք որ նամակը ուղարկել են։ Ծանոթ եք բովանդակության։ Չի հրապարակվել։ Հարցրել եք ինչ որ մեկին ստացողներից։ Նկատի ունեք քաղաքացիական պայմանագիր խմբակցության։ Չէ, նամակը որ ուղարկել են, տեսել եք։ Ասացին որ մուտք են անելու։ Բովանդակությանը ծանոթ եք։ Ոչ, դուք ուզում եք ծանոթացնեմ։ Ուզում եք ծանոթացնեմ։ Հղում է կատարվում օրենսդրությանը, հղում է կատարվում իրենց կառավարության, իրենց չէ, Փաշինյանի կառավարության ծրագրին, խոստումներին, եւ ասում է, որ այս ինչ օրենքները կան, իրանք էլ չեն կատարել իրենց կառավարության ծրագիրը, հետեւաբար լեգիտիմ պահանջ է առաջանում իրենց փոխելու։ Օրենքները մենք իրենցից լավ գիտենք, իսկ այդ խնդիրը, որ դուք ընտրվել եք մի ծրագրով, ուրիշ բան եք անում, բարձրացրել ենք մենք դեռևս 22 թվականին կառավարության առաջի կատարողականներ քննարկում։ Հիմա դրա համար եմ ուզում ասեմ, այսինքն մարդը մի բան խոսում է գործընթացի մասին։ Իրա հավելյալ արժեքը այդ գործընթացում ի՞նչ է լինել։ Հիմա դուք չեք միանում, որովհետև իրատեսական չեք համարում գործ։ Եթե ամեն դեպքում սկսվի, իրատեսական չեք համարում։ Թող սկսի, թող այդ ստորագրությունները ղեկավար բանով իրենց նախատեսած։ Նկատի ունեք 8 ստորագրությունը, ինչպես որ հայտարարության մեջ էր ձեր նշված, որ 8 ստորագրություն թող լինի, մենք 28 պատգամավոր կտանք ստորագրություն։ Դե 8 կա պետքա լինի, որ մենք 28-ով մասնակցենք, որ 36-ը լինի։ Հիմա կա այդ ստորագրությունները։ Դե երկու հոգուն պակասում է, պետք է միասնական աշխատենք, ասում են երկու հոգուն, որպեսզի մենք ներգրավենք։ Բարի բախտ, 28 պատգամավոր, ինչպես որ մենք մեր հայտարարության մեջ ասել ենք, պատրաստ։ Դեսեք, խնդիրը ինչու՞մ է։ Impeachment-ը շատ յուրահատուկ բան ունի, տարբերակիչ հատկություն ունի իշխանափոխության մենյուի մեջ։ Դու պետք է ասկն գնա առաջարկում ենք սրան, ասկն այն տեխնացուին, որ առաջարկում են, այդ տեխնացուի օգտին պետք է քվեարկի առնվազն 20 քպական։ Լավ։ Հիմա ընտրություններ, փողոցային ճնշում, այդ ամեն ինչը չի ասվում, որ գնա, որ այս մեկը գա։ Լավ, դու ասում ես գնա, մենք ինչ էինք ասում 20 թվականի վերջից։ Լավ։ Գնա, կստեղծվի ժամանակավոր կառավարություն, չենք էլ ասում, թե ով պետք է լինի, քաղաքական ուժերը կհամաձայնվեն, կլինեն նոր ընտրություններ։ Այս դեպքում լրիվ ուրիշ է։ Դու պետք է տեխնացուի անուն բերես, որի օգտին քվեարկի ոչ թե հանրությունը, այլ խորհրդարանը ներկա կազմում։ Նաև քաղաքացիական պայմանագիր ներկա կազմում խորհրդարանը։ Մենք ասեմ 28 պատգամավոր ունենք։ Այլապես, եթե process ստեղծողը, այսպես ասած, գործընթաց նախաձեռնողը չի տեսնում
այբից ֆե լուծումը կամ գոնե հավանականային լուծումը լեգիտիմ հարցեր են առաջանում։ Ինչ մտավախություն դուք ունեք, որ հնարավոր է ձախողվի եւ դա ազդի վարկանիշի վրա ընդդիմության։ Եթե գործընթացը այսպես ասած սկսվի եւ այլն եւ Փաշինյանին այդ process-ը չգնա, չհավաքվի 36 падգամավոր, իսկ 54 падգամավոր չքվեարկի Նիկոլ Փաշինյանին պաշտոնան կանելու օգտին, ով կշահի այդ գործընթացից։ Ով կշահի։ Իշխանությունը։ Դե տեսնում եք։ Ինչու է Աղվան Վարդանը ավանտյուրա համարում այս Հենց դրանից, հենց այդ ինչ պատճառով։ ավանտյուրա կա այստեղ։ Հենց դրանից, որ ասկն եթե դու ելի եմ ասում process-ը այբից ֆե հավանականային զարգացումներով ռիսկերի գնահատական չես տեսնում այդ ամեն ինչը, ռիսկերի գնահատում չես արել։ Ռեսուրսների մոբիլիզացիա չես արել։ Ուր ես խոսում մի բանի մասին, որի վրա ազդելու որևէ լծակել չունես։ Իսկ դուք կարծում եք ԿՊ-ից կմիանան падգամավորներ, որովհետեւ այդպիսի լույսեր կան։ Իսկ դուք։ Չեմ կարող ասել։ Չէ, լուրջ։ Դուք որպես падգամավոր շփվում եք։ Դե տեսնում եք մեր շփումները, դուք էլ եք շփվում։ Դեգուս Նեստերի Դալի, այո, Նեստերի Դալիճը, ես էլ արծազույց եք վերցնում։ Նկատի ունեմ ինչ տպավորություն եք, իրենք այն ինչ որ ասում են, այդպես է, թե հոգու խորքում այլ միտք ունեն եւ եթե գործընթաց սկսվի, իրենք Ես կարծեմ իրենք հոգի խորքում կան մարդիկ, ովքեր հասկանում են ինչ իրավիճակում է հայտնվել երկիր, հասկանում են այդ ամեն ինչ։ Բայց հոգու խորքումը մի բան է, մնացածը այլ բան է։ Համարձակությունը այլ։ Համարձակությունն այլ խնդիր է։ Դա է ամբողջ հարցը։ Դե չէ դուք կողմ եք impeachment-ին, թե դեմ եք։ Իհարկե կողմ եք, ոնց կարող է ինչ-որ մեկը դեմ լինի Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման։ Բայց ես շատ այլ բաների կողմ եմ։ Երեք Տիգրան Աբրամյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում, հնարավոր է իրենք հենց տեխնացու առաջադրեն։ Այս առումով որոշում ունեք։ Առաջարկեն Դուք խնդիրը ինչ է, ասում եք հնարավոր է որ առաջարկեն։ Լավ, եթե դες քննարկում ենք։ Okay, քննարկումը թող լինի, առաջարկեն, տեսնենք։ Հնարավոր է չմիանա գործընթացին։ Եթե առաջադրեն տեխնացու։ Ով է լինելու այդ տեխնացու։ Դեռ պարզ չի։ Դե որ պարզ չի։ Այսինքն նաև կարևոր է։ Տեսեք դուք ասում եք ինչ որ մի բան կա, որը դեռ պարզ չի ինչ կլինի, բայց այն բանը, որը պարզ չի, դուք կմիանաք, թե չի։ Դե բայց այսինքն կարող է լինել տեխնացու, որ ձեզ ընդունելի չի։ Մենք հայտարարել ենք, չէ՞, 28 падգամավոր պատրաստ են միանան, եթե այն 8-ը, որը անհրաժեշտ է, մենք 28 հոգուտեր ենք։ Հիմա ասում ենք հնարավոր չի, թող լինի խոսանք հիմա։ Բան չի, գիտեք, մտավոր գրող չեն կանում, չա, եթե sense լինա, եթե մեզ լինի։ Իսկ առանձին պայքարելով ինչ հնարավորություններ ունի Հայաստանը։ Առանձին մենք երբեք առանձին պայքարելու մասին չենք խոսում։ Եղել է հայնիկի փրկության շարժում, որտեղ ընդդիմադիր դաշտը միասնական է եղել։ Եղել է դիմադրության շարժում, որտեղ միասնական է եղել։ Եղել է սրբազան պայքար կամ Տավուշ անուն Հայաստանի, որտեղ միասնական եղել, առանձին վերմակա վրա քաշելու բան մենք երբեք չենք դրսևորել, այդ մոտեցումը չենք եղել։ Ավելին դեռևս 20 թվականից չի ասում ենք թող նախկին նախագահները, վարչապետները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները ստեղծեն ռազմաքաղաքական շտաբ։ Դաշնակցությունը չի ունեցել ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ պաշտպանության նախարար, ոչ արտգործնախարար։ Մենք երբեք չենք ասում մենք առանձին միշտ եղել ենք լայն կոնսոլիդացիայի կողմից։ Իսկ հիմա էլ այս ներքին լարվածությունը որ կա անհամաձայնությունները դեռ չի խաղում։ Տեսեք, խնդիրը ինչու՞ն է, որքան էլ որ մենք տարաձայնություն ունենանք իրական ընդդիմադիր խմբուսակցությունների հետ, հոսքը չեմ գնում հանրապետության հրապարակից սնուցվող ծծվածողների մասին, իրական քաղաքական ուժերի մասին, որքան էլ եմ ասում, մենք ունենանք տարաձայնություններ, քանի որ մենք բոլորս ընդդիմադիր ենք, իսկ ընդդիմադիր են իշխանությունների հետ հարցը կլուծվի։ Իսկ ինչ ծանրակշիռ քայլերի է պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը կամ իր թիմը, որովհետև Աղվան Վարդանյանը այդպիսի հայտարարություն արեց, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը անլուրջ է համարում այս գործընթացը եւ ծանրակշիռ գործողությունների եւ քայլերի է գնալու։ Վարդանյանը կարծում եմ շատ շիրահոժար շփվում է падգամավորների հետ։ Դե բայց դա ներողություն եմ խնդրում ժուրնալիստների հետ։ Բայց նա ձեր բոլորի տրամադրություններն է փոխանցում։ Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ իմ գործընկերոջ ասածը եւ դուք հրավիրված եք եղել իր բրիֆինգին, իսկ ինչն էր խանգարում այդ հարցը իրան տալ։ Հետաքրքիր է թե ինչ գործընթացներ հաջորդելու, այսինքն Ռոբերտ Քոչյանը փողոցային պայքար է սկսելու առանձին։ Մենք միշտ ասել ենք, որ թե պատրաստվում ենք։ Ես եմ ասում, առանձինի մասին երբեք խոսք չի գնացել։ Մենք միշտ ասել ենք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարների համատեղում։ Միայն խորհրդարանական, միայն ընտրություններով որևէ հաջողության հասնելու հավանականությունը մեծ չէ, միայն
ուրեմն փողոցային պայքարով մեծ չէ, պետք է համադրես խորհրդանական եւ արտախորհրդանական։ Իսկ ինչու՞ չի այդ համադրումը չի լինում, փողոցային պայքար չկա հիմա։ Փողոցային պայքար մի քանի բռնկում եղավ։ Դե 1 տարի անցել է դրանից։ Դե լավ, հասկացանք, այդ բան Ավելի չի, մեկ տարի։ տարին սկսում ես, պլանավորում ես, որ մայիսի 15-ին փողոցային պայքար սկսեմ։ Մեր մշտական հանդիպումները, շփումները ընտրողների հետ նաև այդ նպատակն են հետապնդում։ Իսկ ընտրություններով Փաշինյանին հնարավոր է հեռացնել, կարծում եք։ Եթե հնարավոր չլիներ, ոչ մի լուրջ քաղաքական ուժ չէր մասնակցել ընտրություններին։ Այո, եթե դու չես տեսնում հավանականություն, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, ինչի՞ ես մասնակցում ընտրություններին։ Նրանք, ովքեր չեն տեսնում, չպետք է մասնակցեն։ Այլապես չեմ ուզում գցի գրպանս, այդ տարբերակը ազնիվ չի էլի։ Քննադատում են, ասում են, դուք մասնակցում եք իմանալով, որ հնարավոր է Փաշինյանն անցնի վարչական ռեսուրսներ օգտագործելով եւ բոլոր լծակները օգտագործելով, դուք էլ լինեք ընդդիմություն, այսինքն խնդիրը դրված ընդդիմություն լինել, ոչ թե իշխանապահ։ Այդքան հաճելի ընդդիմություն լինել է այս խորհրդարանում։ Ո՞վ է ասում։ Հատ կասեք ով է ասում։ Դե դուք էլ գիտեք այդ քննադատությունները, որ հնչում են։ Դե համար էլ լուրջ չեն վերաբերվում։ Ինչ է նշանակում։ Մարդ մասնակցում, չէ, տեսեք։ Կամ փոքր քաղաքական ուժեր, նոր քաղաքական ուժեր, վատ բան չեմ ասում։ Եվ այդ մարդկանց համար քաղաքական ուղին սկսելու համար իհարկե թեկուզ ընդդիմության կարգավիճակով հայտնվել խորհրդանում իհարկե կարևոր է։ Հա, բայց լուրջ քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին իշխանություն ձևավորելու ակնկալիքով։ Ոչ թե գնամ դառնամ ընդդիմություն։ Շնորհակալություն։ Հիմա դուք պատրաստվում եք ընտրություններին, նաև։ Մենք ընտրությունների պատրաստվում ենք հաջորդ ընտրությունների հաջորդ օրվանից։ Քաղաքական լուրջ ուժը հաջորդ ընտրությանը պատրաստվում է նախորդ ընտրության հաջորդ օրվանից։ Իսկ այդ փողոցային պայքարը, որ հիմա չի սկսվել, ինչն է պատճառը, ինչու չի հաջողվում դա։ Կրկին այդ տարաձայնություններն են, թե ինչ հարց է։ Չէ, ես չեմ ուզում ասեմ, որ օրինակ, չգիտեմ, դիմադրության շարժումը չբերեց իշխանափոխության, որովհետև ներքին տարաձայնություններ կային կամ էլ սրբազան շարժումը չբերեց։ Չէ, այս տարաձայնությունները հիմա որ նոր է եղել, հարցեր առաջանում Փաշինյանին ով է բերել եւ այլն։ Այսինքն այս ամենն է։ Դե այդ հարցերը ովքեր են առաջացնում, նրանք ովքեր ուզում են ընդդիմությունը պարակտել։ Մենք ասում ենք, անկախ նրանից, թե ինչ հակասություններ կան, ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին։ Այլ խնդիր է, որ մենք ունենք հարցեր, որտեղ ունենք սկզբունքային տարաձայնություններ, ունենք հարցեր, որ հարցեր օրինակ։ Որոշ հարցեր։ Ունենք հարցեր, որտեղ ունենք մարտավարական, պրոցեսուալ տարաձայնություններ։ Եթե դա չլիներ, այդ դեպքում այդ քաղաքական ուժերը կմիանային։ Բայց ինչ սկզբունքային տարաձայնությունների մասին է խոսքը։ Այդքան որոշիչ են։ Շատ որոշիչ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։